Այդքան թալանչի են ասել, ոչ մեկի անուն հələ չենք լսել։ Նախընտրական տեխնոլոգիաների մեջ նաև շանտաժն է մտնում։ Նիկոլ Փաշինյանը դրանից օգտվում է ամենալավը։ Այստեղ խնդիրը առաջնային լրիվ ուրիշ բան է։ Դուրս մղել օրակարգից մնացածի։ Ինքը գիտի, որ ինչի համար է իբր մտել խաղի մեջ Սամվել Կարապետյանը եւ եթե չստացվի, նման կերպ կավարտ։ Ուժեղ Հայաստանը սկսել է թելադրել օրակարգ, ինչը բավականին հունից հանում է իշխանության։ Ով չանցավ Զայն է փոշյան։ Հասկանալով, որ իրենք չեն անցնում, դուրս կգան պայքարից, որպեսզի չփոշիացնեն։ Ավելի դասական պարլամենտարիզմի օրինակ, քան Գյումրի երկուսն է գոյություն չունի։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք առավել մեծ նպաստ ունենալ մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին, որի QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին, ամսական ընդամենը $5-ով։ Կարող եք նաև մեր վիդեոյի նկարագրության բաժնում գտնել Patreon-ի հղումը։ Սիրով այսօր ներկայացնում եմ մեր հյուրին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան։ Բարև եք եկել, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ, պարոն Մուրադյան, շատ վաղուց չէինք հանդիպել։ Վաղուց տարիներ է անցել, անգամ ես կարոտել էի մեր հանդիպումը։ Զգացված եմ փոխադարձի այդ կարոտը։ Աշխարհաքաղաքականից սկսենք ու լուսահոգի Վահան Հովհաննիսյանը կասեր հեզասահ անցում կատարենք դեպի Հայաստանի ներքաղաքական բուռն կյանք։ Եվ այսպես, արդեն շաբաթներ անցավ Ռուսաստանում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի հանդիպումից։ Դրանից հետո շատ տարբերակներ քննարկվեցին։ Ահասարսուռ հանդիպում էր հատկապես կուլիսներում, բաց խոսեցին, կնճիռներ կային, բայց այդտեղ տեսնում ենք, որ առաջին դեմքերը Հայաստանի նշում են, որ ամեն ինչ լավ է, ոչ մի պատերազմ իրանց դեմ չեն կանելու, խնդիր չկա, ամեն ինչ լուսավոր է եւ փայլուն։ Դուք եք այդ կարծիքին թե ոչ։ Ոչ։ Ինչու։ Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ ճիշտ է, կարծեք թե այդ հանդիպումից հետո առաջին մի քանի օրը բավականին ակտիվ էին հակառուսական տրամադրությունները, այդ թվում նաև շատ թիմակիցների, որում բավականին բարձրաշրջան թիմակիցների կողմից, հետո գնաց հակառակը ավելին, Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսող եւ բոլոր այն մարդիկ, ովքեր նպաստում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները վատանան, անգամ ռուսերեն բառ օգտագործեց, ինաստրաննե ագենտին ու ագենտ հանեց, երբ ինձ պետք է հասկանալ հիմա ով են այդ ինո ագենտները, որոնք այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տանում, ըստ Նիկոլ Փաշինյանի, բայց փաստը մնում է փաստ, որ եղավ ծաղիկների պատմությունը սահմանին, որ հայտարարվեց, որ երրորդ երկրից է, հետո եղավ Պրոշյանի կոնյակի գործանի լիցենզիայի վերացում, հետո չգիտես ինչու հիշեցին 2 տարվա վաղեմության ջերմուկի գործը Ռուսաստանում, կարծում եմ այդ շարքը դեռ կշարունակվի եւ շատ կշարունակվի եւ ես վստահ եմ, որ հենց դա էր նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հայաստանում խոշոր գործատուների, խոշոր բիզնեսմենների հետ եւ նրանց հայացքը ամենևին պայծառ եւ արևոտ չէր բիզնեսմենների այդ հանդիպման ժամանակ։ Շատ լարվածություն կար։ Լարվածությունը կարծում եմ կար մինչև հանդիպումն էլ, այսինքն հենց այդ լարվածությունն էր պատճառը, որ եղավ այդ հանդիպումը, ես կարծում եմ, որովհետև բիզնեսը, ես դրա մասին գրել եմ անգամ Facebook-ում, որ բիզնեսը ողնուղեղով է զգում վտանգները իրեն սպառնացող եւ ասենք բիզնեսմենին, եթե դու ասես, որ հանգիստ տեղի, պարզապես գեղեցիկ բառերով բիզնեսմենին այդ շարքային էլեկտորատ չի բիզնեսմենը, էլի, որ ասես լավա լինելու, ինքը հավատա լավա լինելու, կամ ասես սեպտեմբերին պատերազմա լինելու, ինքը հավատա, որ սեպտեմբերին պատերազմա լինելու։ Եվ բիզնեսը ցող, պարոն Քոչարյան, 900 դրամով ասես կարող ես թռնել լառնակ, կամ ինքը ասի ուռա տավարիշի։
Այդ ուզում եմ ասեմ բիզնեսմենը այն մարդն է, որը տասնյակ տարիներ, հա, եթե դու բիզնեսմենին ասում ես ճանապարհը բացվում է եւ մենք կունենանք շուկաներ, առանց քեզ էլ տասնյակ տարիներ այդ բիզնեսմենը այդ շուկաները sense տենց ման է գալիս։ Այո։ Եվ պարտադիր չէր, որ օրինակ թրիփի ճանապարհով ինքը ուզենար այնտեղից բան բերեր կամ այնտեղ արտահաներ։ Ինքը կգտներ ձևը, եթե լիներ այդ շուկան։ Հա։ Այդ իմիջիայլոց Ռուսաստանից բացի, նո կամ նախկին ԽՍՀՄ երկրներից բացի, շատ քիչ մարդ կա, որ գտել է դրսում շուկա, դա մի հատվածը բնականաբար դա Լոս Անջելեսի հայաստանյան հատվածի համար վաղուց արդեն գտնված շուկան է, որը այս ճանապարհների եւ լոգիստիկայի հետ միևնույն է որևէ կապ չունի։ Սամվել Ալեքսանյանն է գտել տարբեր շատ հետաքրքիր, նա կարողանում է գտնել իհարկե այդ ֆանտաստիկ տաղանդը ունի, օրինակ Իրաքում վաճառել վիսկի եւ այլն, դու այդ sense շատ մասնավոր եւ լոկալ բաներ են, օրինակներ են։ ԿՊ-ից չի ուզում պատգամավոր դառնա, ինքն էլ տենց շատ լավ բիզնեսի ուղեղ ունի։ Ունի, ես բան չունեմ ասելու։ Դուքերի հետ խաղեր տալ բան sense են։ Ես բան չունեմ ասելու, իհարկե, իմիջիայլոց ինքը չկար հանդիպմանը, եթե նկատեցիք։ Եվ ինքը դեմ է, որ հարուստ մարդը լինի երկրի ղեկավար, տարօրինակ ասենք ցանկություն է մի մարդու համար, ով 99 թվից եղել է ազգային ժողովի պատգամավոր Հայաստանում, էլի։ Բայց ինչևէ, այդ հարաբերությունները կարճ ասած, այնքան էլ այսպես ասած բարեդրացիական չեն։ Պարոն Քոչարյան, ինչ ֆիքսեց, ինչ արձանագրենք Մոսկովյան հանդիպումից հետո։ Նեղացած եկավ, վախեցած եկավ, չգիտեմ, եկավ ու ինչ եղավ։ Մենք սպասում էինք։ Ես նման էպիթետներ չէի օգտագործի, նեղացած, վախեցած։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, չէ, դե բաց կանոնիկ խոսեցին, իր քաղաքական թիմի մեկ հակառակորդի մասով հենց Պուտինը անձամբ իսկ սա արդեն կշռի մասին է խոսում, հայտարարեց։ Հա, անուն չասեց, բայց դե Ֆիդանն էլ իշխանության մասին է հայտարարել, Եվրամիությունը Կալասը ասել է, որ փող է տրամադրում, Վենսը եկել ասել է, որ ուրախ կլինի, չնայած Վենսը Օրբանին էլ էր ասել, եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, այսօր Հայաստանում գիտեք փլավ կամիշներ կան, չէ՞ որ սաղ ծակիր է։ Հայաստանը այդպեսին է դառել։ Իմունիտետը իջել է 0-ին մոտ եւ այն ինչ ժամանակին անում էին միգուցե ոչ այդքան, հա, կացնային, ոչ այդքան միանշանակ, ինչ որ ինտրիգաներով, ինչ որ թաքնված, հիմա բոլորը, լինի դա Պուտինը, լինի դա Վենսը, լինի դա Ֆիդանը, միակ այդ սախ բանի մեջ, կոնգլոմերատի մեջ, միակ մարդը, որը դա անում է թաքնված, դա Ալիևն է։ Մնացածը կարծեք թե չեն էլ թաքցնում։ Թրամփից օրինակ են վերցնում, էլի։ Աշխարհն այսօր այդպեսին։ Աշխարհն այսօր այդպեսին։ Դա այնպես չի, որ միայն Հայաստանն է, պարզապես Հայաստանի պարագայում, երբ ասում եմ, արդեն դու վաղուց սուբյեկտ չես, օբյեկտ ես, բնականաբար, գիտեք, դա օբյեկտիվ է, երբ տարբեր երկրներ շահագրգիռ են իրենց շահերով։ Մենք Հայաստանի աբսուրդին կամ, չգիտեմ, ֆանտաստիկ թռիչքին կանդրադառնանք։ Ասացեք, խնդրեմ, մինչև Փաշինյանի այցը Մոսկվա, հիբրիդային պատերազմը խեղդում էր այս խեղճերին։ Գնաց է վազել էին ընկել են Եվրամիության դռները, աղաղակում էին, որ մեզ փրկեք հիբրիդային պատերազմի առանց անուն տալու ոզնունել էր հայտնի, որ դա Ռուսաստանն է։ Դրանից հետո մի տեսակ հոդս ցնդեց, էլ չկա հիբրիդային պատերազմ, պարոն Քոչարյան, թե ոչ։ Չի ասի, որ չկա, իհարկե շատ է պակասել։ Հա, բայց այնուամենայնիվ համաձայն եմ ձեզ հետ, չգիտեմ ում էր հայտնի ոզնում, թե ասենք Ճագարին, Տիկին Քրիստինային, բայց այդպես էլ
չհայտարարվեց, թե ով է այդ հիբրիդային պատերազմը Ոնց որ սատանաներին չգտան, ԱԱՑ-ում մտածել էս հիբրիդներին են։ Երևի, չգիտեմ, համենայն դեպս ոնց որ թե այդ հանդիպումից հետո հիբրիդային պատերազմի մասնագետներ եկել են Հայաստան, Եվրոպայից։ Այնպես որ տենց չի որ հոդս ցնդեց։ Պարզապես շատ չի բարձրացել։ Տոլի еще будет տենց շքերթա սպասվում Եվրամիության մասնագետների շուտով։ Գիտեք, Եվրամիությունը այսօրվա խոսքը եվրաչինովնիկների մասին է, ոչ թե Եվրամիության կամ Եվրոպայի տարբեր երկրների այնտեղի հասարակությունների։ Այսօրվա եվրոչինովնիկները շատ ծիծաղելի են։ Վայ։ Ծիծաղելի են այն իմաստով, որ որևէ կշիռ իրենցից չեն ներկայացնում։ Ոչ անգամ Մակրոնն ու Շոլցը էլ չեմ ասում մնացածը։ Եվրամիության մեջ, ինչպես տեսնում եք, արդեն կան նաև հենց, այն որ Գերմանիայի նման արտադրող երկիրը ունի լրջագույն խնդիր արտադրության հետ, էներգետիկ ճգնաժամի հետ կապված, դա փաստ է։ Այն որ Իսպանիան հրաժարվում է ընդհանրապես որևէ միջամտություն եւ քննադատում է Միացյալ Նահանգներին, Իսրայելին, Իրանի հետ կապված։ Օրբանը եւ Սլովակիայի ղեկավարի ազգանունը մոռացա, այնտեղ կա խնդիր ընդհանուր այսօրվա եվրոչինովնիկների հետ։ Մի խոսքով Եվրոպան նախկինը չէ, ասած ասեմ։ Եվ այսօրվա այս փաստացի անարխիստական, ես նկատի ունեմ համաշխարհային քաղաքականությունը, երբ կարելի է մտնել մի ուրիշ երկրի նախագահային կնոջ հետ գիշերը տանել, երբ կարելի է, ասենք, պաղեստինցիներին փաստացի ցեղասպանության ենթարկել, երբ կարելի է, չգիտեմ, հայտարարել նույն Ռուսաստանի, ասենք, Ուկրաինայի հետ կապված տարբեր բաներ, որ դա հատուկ զինվորական օպերացիա է, երբ ամեն ինչ կարելի է, երբ կարելի է առավոտյան հայտարարել, որ Հորմուզը փակ է, հետո որ հաղթել են, հետո պարզվի, որ այդպես չի, հետո հպարտանալ իրենց պարտությամբ եւ այլն։ Հետո ասել, որ Սի Ցզինպինը ինձ որ տեսնի անպայման կփաթաթվի, բայց մեկը իրանց այդ բոլոր մտքի թռիչքները, այդ գոհարները զիջում են մերոնց, հասկանում եք, օրինակ վերջին թարմ արկայծումը մեր իշխանավորների ազգային ժողովի նախագահ։ Այտենց մեկը կա, հիշում եք այդպես։ Չէ։ Ստիպում եք ինձ, որ նրա անուն ազգանունը Չէ, մեկը տվեք ինձ պետք չի։ Հա, մեզ էլ պետք չի։ Բայց մեջ բերեմ ինչ է նա ասել, ուրեմն կոչ ենք անում Թուրքիային դառնալ գործընկեր եւ միանալ մեզ խաղաղության կառուցման գործում։ Պարոն Քոչարյան, սա կատակ չի։ Սա ավելին ասեմ ԿՎՆ-ից ինչ որ բան չի, էլի, պրիվետստիա չի։ Այս ազգային ժողովի խորհրդարանական երկրի երկրորդ դեմքը հայտարարում է մի բան, մի երկրի, որը մեզ ուղղակի չի ճանաչում։ Մեր ողբը ընդհանրապես համարում է, որ դաժե մենք ենք մեղավոր նույնիսկ։ Ես գիտեք ինչ անգամ, չգիտեմ դուք հավեմատությունն արեք, ոնց որ լավ, ես չասեմ, մակասեն, վերև ես հյուրու դու ես խոսում։ Խնդրեմ, դուք կարող եք նաև չմեկնաբանել։ Չեմ մեկնաբանում։ Հասկացա։ Չէ, բայց պետք է մարդիկ հասկանան ում հետ գործ ունեն, թե չէ։ Թող հասկանան։ Իսկ եթե չեն հասկանում, գիտեք ոնց է, ես այդտեղ բժիշկները շատ լավ խոսք ունեն, չէ, որ ասում են, եթե հիվանդը ուզում է մեռնել, որոշել է մահանալ, հա, բժշկությունը անզոր է։ Այո։ Հիմա նույնը խոսքը գնում է մեր հասարակության մասին։ Եթե մեր հասարակությունը որոշել է կրկնի 20-րդ դարի սկզբի պատմությունը, ես չգիտեմ ինչ ավարտով, դա իր որոշելիքն է։ Չէ, բայց հասարակության եկեք միայն չթողնենք, էլի միայն։ Չէ, հասարակությունը ես նկատի ունեմ ընտրության հետ կապված։ Մոնստերների, հա, բայց նրանց մատուցվում է հազար ու մի մեդիա կերակուր, չէ։
Կներեք, աշխարհը դուք եք ասում անարխիա է, քաոս է, պարոն Քոչարյան, բայց այստեղ պերաշկի շոուներ են անում։ Ճիշտ է, բայց երբ որ աշխարհում նման քաոս է, հա, բարի, նույն Տրամպը մինչև ընտրություններ լրիվ այլ բաներ ասում, չէ՞, ասում էր, որ պատերազմները պետք է կանգնացնի եւ այլն, հիմա եթե լսենք ինքը տենց էլ արել է, բայց ինքը հրահարել է, հետո արել է կամ չի էլ արել։ Բայց այսօր այնպես չի, որ անցել է 8 տարի, անցել է ընդամենը 2 տարի։ Նա տեսեք ինչ է կատարվում Ամերիկայի հասարակության շրջանում։ Բոլորը հասկանում են, որ հանրապետականները այս տարվա կոնգրեսի ընտրություններին նոյեմբերին որևէ շանս չեն ունենալու։ Գիտեք ինչու, որովհետև արդեն գրեթե բոլոր, ու չեմ ասում 100%-ով, բայց ճնշող մեծամասնությունում նահանգապետի ընտրությունները, անգամ բոլոր այն նահանգներում, որոնք ավանդաբար եղել են հանրապետական, այսինքն կոնսերվատիվ պահպանողական խոսքը Տեխասի, Արիզոնայի մասին է, դեմոկրատներն են տրվել, որ երբեք չի եղել այդպես բան։ Ապրի Թրամփը։ Դե հիմա ուզում եմ ասեմ, այնուամենայնիվ, այո, ես միշտ ասել եմ, նորմալ, adekvat մարդուն կարելի է խաբել։ Այդ նորմալ է, երբ որ մարդը վստահում է խոսքին, ընկալում է, բայց հասկացանք մի անգամ, երկու անգամ, երրորդ անգամից սկսած պրոբլեմը արդեն քո մեջ է, ոչ թե խաբողի։ Ռուսաստանի մասով, եթե մի հարց է տամ ու գանք հայաստանյան իրականություն, հնարավոր է ինչ-որ կտրուկ, ինչ-որ X պահից հետո, օրինակ, կարծիք կա, որ այստեղ իշխող, ուժեղ Հայաստան դաշինքին ենթադրենք չգրանցելու պարագայում կամ չոր այլ ապօրինի քայլեր ձեռնարկելու պարագայում Ռուսաստանը միջամտի։ Գիտեք, ես հենց երեք չառաջորն էինք միտեղ ասացի, բայց ինչպես, սենց, պարզապես ուզեցա հասկանամ, ինձ բերեցին 3 օրինակ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը։ Ու իմ մոտ մի անգամից այսպես բան եկավ, հա, որ դրանք 3 տարբեր տարբերակներ են։ Տեսեք, Մոլդովան պարզապես հայտարարություն է անում եւ այն որ ասում է քաշքում գրախ, ինչպես ժողովուրդն է ասում։ Վրաստանը փորձում է փոխել իրավիճակը ի օգուտ իրեն։ Եվ Ուկրաինան պարզապես պատերազմ է սկսում։ Սրանք 3 տարբեր, այսինքն ինչ կանի Ռուսաստանը, հա, ինձանից լավ գիտենք, որ Ռոսիա ումом не понять։ Հիմա ինչ կանի, կարող է անել ոչինչ, պարզապես ոչինչի նախադրյալ չկա, բայց կարող է։ Ես հասկացա, տեսական տարբերակ։ Տեստը, եւ կարող է հասնել մինչեւ ուկրաինական տարբերակ։ Որը կլինի, ես չեմ կարող ասել։ Բայց որ միջամտելու է, կարծում եք, տվեց սիգնալ, հա։ Ես կարծում եմ այո։ Ես կարծում եմ այո։ Ну, առնվազն տնտեսական այս սիգնալները, որ գալիս է, ես կարծում եմ ինձ համար ամենա հավանականը դա իհարկե տնտեսական խնդիրներն են։ Մեզ հետ էլ հերիք էլի։ Ես վստահ եմ, որ ուկրաինական տարբերակ չի լինի, կամ համարյա թե վստահ եմ, կարծում եմ զրոյական տարբերակն էլ չի լինի, որ ընդհանրապես ոչ մի բան չանի։ Կփորձի դա այդ ամեն ինչը անել տնտեսական լծակներով, հատկապես որ այսօրվա մեր իշխանության շնորհիվ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները հասել են աննախադեպ, ինչ որ մի կետի, երբեք Հայաստանի տնտեսությունը այսքան ինտեգրված կամ կախված, դա է որ ասում, հա, նայած օպտիմիստ ես թե պեսիմիստ ես, ոնց ես ասում, չի եղել Ռուսաստանից, երբեք։ Այդ ինչ եք ասում, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պրոռուսական գործիչ է, բան։ Ես չգիտեմ։ Այդ խեղճին մեռան հակառուսականության մեջ։ Ես փաստերն եմ ասում, ընդ որում բոլոր եւ Հայաստանի վիճակագրական տվյալները եւ Ռուսաստանի վիճակագրական տվյալները եւ իշխանության եւ ընդդիմության, որտեղ ուզում եք նայեք, դա այդպես է։
Գնում Եվրամիությունից Իձանից չեմ էլի ասում։ Գնում Եվրամիությունից փոխավերստում գալիս է հակառուսա խաղում, բայց տնտեսապես ինտեգրվում է։ Չէ, հակառուս չի խաղում, ասեց որ ավելին ով հակառուսա խաղում ինոագենտ է։ Վայ, անուն, իմը։ Դե հիմա անուն մենք երբ ենք լսել որ այդքան թալանչի են ասել ոչ մեկի անուն հələ չենք լսել, գոնե դատական արդեն որոշման Դարի հանցագործությունը, դարի թալանը սատանաները տենց էլ չիմացանք, չգիտեմ, այդ հիբրիդային պատերազմը չիմացանք ով է անում, իսկ անուն երբ է հնչել։ Պարոն Քոչարյան, ընդհանրապես ես որ լսում եմ, հիմա լավ է, վատ է, պարզավոր լավ չի, բայց մարդը ինչ-որ բաներ է խոսում, Հայաստանի ղեկավարը։ Ասում է օրինակ աշխարհի ամենահարուստ հայը, իդեմս Սամվել Կարապետյանի, մինչև տարվա վերջ կսննկանա։ Սրան հումորով որ վերաբերվել թե լուրջ ընդունել։ Գիտեք, ես կարծում եմ դուք ես չեմ հասկանում, լավ, դուք տեխնոլոգիկ նախընտրական տեխնոլոգիաների մեջ նաև շանտաժն է մտնում։ Շանտաժը տարբեր ձևերով, հա, փորձում է շանտաժ անել, ասելով, որ ինքը գիտի, որ ինչի համար է իբր մտել խաղի մեջ Սամվել Կարապետյանը եւ եթե չստացվի նման կերպ կավարտվի, հա, որովհետեւ ինքը քանի որ փոխում է անընդհատ, գիտեք որ նախաճաշին մի բան է ասում, ճաշին մեկ ուրիշ, Անտվիկին ընդհանրապես 180 աշտանով ուրիշ բան է ասում, սկզբից ասեց ես կդարձնեմ բոմժ, հետո ասեց չէ, ես տենց չեմ ասել, ես ասել եմ որ եթե, հա, իհարկե դա այդպես չէր ասել, բայց այնուամենայնիվ։ Նախընտրական ինչ-որ սենց շանտաժներ են, տեխնոլոգիաներ են, այնպես ինչպես օրինակ հիմա սկսել է Բռնոցին այդ նույն ուժի, հա, ներկայացուցիչների իբր տարբեր բաներ են դնում, հա, ձայնագրություններ են դնում, նախ ոչ ոք չի հարցնում, եղբայր իսկ ով է իրավունք տվել ձայնագրել, անկախ նրանից ինչ են խոսել, ես հիմա չեմ մտնում բանի մեջ, եւ երկրորդը ախր ձայնագրածը տեսել ենք, չէ՞ ոնց են մոնտաժում։ Իհարկե։ Պարոն Քոչարյան, չէ՞ գիտեք հարցը ինչն է, նախընտրական պաշտոնապես հայտարարված քարոզարշավը սկսված չէ, բայց բազմաթիվ են վահանակներ, որտեղ ասենք սրտիկն է, ԿՊ-ն է ու 2016 գծիկ 2018 գծիկ 2000 ուրեմն 26 նվազագույն թոշակի ասենք բանը 16-ից դարձրել են 46, հա բացահայտ քարոզա, չէ՞։ Այստեղ չէ, պարոն Մուրադյան, դուք գիտեք որ ես օբյեկտիվ եմ։ Բացահայտ բոլորը քարոզ են անում։ Չէ, դե բոլորը երկրորդ վահանակ կա, ուրիշ տենց կա, թե չկա։ Վահանակներ ունի եւ միասնության թևերը եւ ուժեղ Հայաստանը եւ քաղաքում ես տեսել եմ եւ Գագիկ Ծառուկյանը չէ գիտեք ես չեմ սիրում պարզ է որ բոլորն էլ անում են պարզ է որ իշխան առավել ակտիվ են այն ուժերը որոնք ունեն ռեսուրսներ դա ուժեղ Հայաստանն է պարզապես եւ իշխանությունը պարզապես ուժեղ Հայաստանը դա իր գրպանից է անում իշխանությունը անում է բյուջեի հաշվին սա է ամենը Մի հարցել, տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, իրանական պատերազմը, ուկրաինական պատերազմը, ընդհանրապես աշխարհը մի տեսակ տպավորություն է, որ բանա, ասենց ապոկալիպտիկ երևույթների մեջ ու բաժանում են, որ ասենց կիսում են իրար մեջ հազար քննարկում ա գնում եւ այլն։ Մեր մոտ այս իդեպ այս ամենը տեղի ունենում մեր քթի տակ թույլ տվեք ասել։ Մեր մոտ որպես այդպիսին քաղաքական կամ փորձագիտական լուրջ մակարդակում կամ լայն մակարդակում չկա քննարկում։ Չկա քննարկում, դուրս է գալի զվռնում, սա գնալու է վաղը չեմ իսուրը ես բանի Գյումրի բանի համերգի, պերաշկի են ուտում, չոր բանը։ Չգիտես ինչ, սա տեխնոլոգիա է, սա ինչու են այսպես անում։ Տեխնոլոգիա, նա քննարկումներ կան։ Դե շատ քիչ, ասենք փորձագետների մակարդակով կա, տարբեր տեղեր ես տեսնում եմ։ Բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ ցավոք սրտի, հա, հասարակական աչքի եւ ականջի ընկալումը վաղուց արդեն լրիվ այլ մակարդակի է հասել։ Եվ դա ունի եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ բնույթ։ Հա, օբյեկտիվը նա է, որ փոխվել է մեդիա իրականությունը աշխարհի։
Աշխարհը ընկալում է ամեն ինչը կարճ ռիլսային մակարդակով, ավելի սպառողական մակարդակով, սուբյեկտիվը նա է, որ մենք տարիներ շարունակ, մենք դրա մասին առիթ ունեցել ենք խոսելու, ամեն ինչ արել ենք, որ կոնկրետ մեր հասարակության մակարդակը իջնի այդ մակարդակին։ Դա հասարակությունը չի մեղավոր։ Դա մեղավոր են միայն քաղաքական եւ պետական էլիտաները։ Բոլոր ժամանակներին։ Մենք ամեն ինչ արել ենք դրա համար։ Եվ այսօր ցավոք սրտի դա է, դրա համար ինքը շատ լավ գիտի դա, Նիկոլ Փաշինյանը դրանից օգտվում է ամենալավը։ Ինքը դա շատ լավ գիտի, պերաշկի, կուկուրուս, չգիտեմ, վարչաբենդ, ուդարնիկ, նման բաներ։ Ռաբիս բաներ։ Կարճ, հա, ես օրինակ, երբ որ պերաշկի այդ կուկուրուսը նոր էր սկսում, ես չէի հասկանում, ինչու հենց այդ։ Հետո ես տեսա, ինձ ցույց տվեցին մի ալիք, հա, այսպես ասած բլոգերական, որտեղ հայեր են, մայրու աղջիկ են, ու զբաղված են միայն ուտելով, այսինքն այդ բլոգը միայն ուտելու մասին է։ Ու դա այն Արուսյակ Կովկասը չի, դա այստեղ Հայաստանի։ Դուք գիտեք ինչքան դիտումներ ուներ դա, այդ բլոգերը, այդ ռիլսերը իրանց։ Դա մի աննորմալ քանակ էր։ Ես վստահ եմ, որ նման բաները վերլուծում են, հա, բոլոր նրանք, ովքեր զբաղվում են իշխանության տեխնոլոգիայով, եւ դնում Նիկոլ Փաշինյանի առջև։ Հետո ինքը որոշում է, որ անի, կամ իրեն ասում են, այսպես պետք է անել, որպեսզի դա առավելագույնս դիտվի, իսկ ստեղ դիտվելը մենակ են չի։ Ես միշտ ասում եմ, անպայման չի, որ եթե դա անգամ ենթադրենք ունեցել է 100,000 դիտում, ուրեմն այդ 100,000-ը հավանում են կամ գնալու են քեզ ընտրել։ Այստեղ խնդիրը առաջնային լրիվ ուրիշ բան է։ Դուրս մղել օրակարգից մնացածին։ Այսինքն, եթե քեզ այդ օրը նայում են 500,000 մարդ, մնացածի ասածը էլ տեղ չի հասնելու։ Պարզապես ժամանակ չկա նայելու։ Դա է դառնում օրվա տրենդը։ Այսինքն ինքը վնասում է իր մրցակիցներին։ Տեխնոլոգիա է։ Հեծանիվը չաշխատեց, հիմա ուտող խմող ազգին ուտելու վրա է շեշտել։ Երևի, չգիտեմ։ Պլյուս ուդարնիկը։ Երևի, չգիտեմ։ Անցանք առաջ հանրահավաք արեց ուժեղ Հայաստանը, այդ դաշինքի ներկայացուցիչները խոսեցին եւ այլն, հետևել եք հանրահավաքին։ Հետևել եմ։ Ձեր տպավորությունը։ Իմ տպավորությունը նա է, ինչ սկսեց դրանից հետո իշխանության կողմից, երբ արդեն սկսեց բռնոցին։ Երբ սկսեց ջղաձգված ռեակցիաները սոցիալական ցանցերում, ընդ որում ամենաթոփի ներկայացուցիչների կողմից, հա, այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ, որոնք ենթադրվում է, որ պետքա քիչ սրբելու ժամանակ չունենան, զբաղված են միայն Facebook-ներում, Instagram-ներում, TikTok-ներում օր ու գիշեր ինչ-որ բան գրելով, փնովելով, վատաբանելով, իբր ձեռ առնելով։ Այն մարդիկ, ովքեր երկիր պիտի կառավարեն։ Ես փորձում եմ ոչ թե ինչ-որ մի բանը գնահատեմ իմ տեսածով, այլ փորձում եմ գնահատեմ վերլուծելով, այդ թվում նաև հետագա բոլոր իրողություններն ու փաստերը։ Էական չի ես ինչ եմ մտածում։ Էական է ինչ արեց դրանից հետո իշխանությունը։ Դա ինչի նշան էր։ Դա նշան էր, ջղաձգված, ասենք, ցնցումների մեջ են դա նշան էր, որ իշխանությունը, որը մինչև հիմա կարծեք թե նման ռեակցիա անգամ հա այն 22, եթե չեմ շփոթվում թվականի դիմադրության շարժման ժամանակ, թե 23 թվականի նման ռեակցիա չկար։ Հա, ոչ հայրենիքի բրգության վաղ կար։ Մի պահ կար Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, որովհետև ես ասել եմ, դա միակ դեպքն էր վերջին 5 տարիների ընթացքում, երբ օրակարգ էր թելադրում Սրբազանությունը։ Հա, կընդդիմադիր այս կամ այն գործիչը։ Հիմա ուժեղ Հայաստանը սկսել է թելադրել օրակարգ, ինչը բավականին հունից հանում է իշխանությանը։ Պարոն Քոչարյան, մի քանի կետ կա, որ անպայման էլի ձերպես պրոֆեսիոնալի կողմից կուզենայի, որ մեկնաբանեք, որպեսզի լայն հանրությունը հասկանար։ Այսօր գնում ենք ընտրության։
Նախ ձեր կարծիքով են առաջատար ուժերը, հա, ովքեր են իրապես մրցակից, որ հնարավոր է իշխանությանը հաղթեն։ Դե տեսեք, այնուամենայնիվ դա իշխանությունն է, առաջին հերթին, բայց իշխանության այլ սպոյլեր ուժերը կարծեք թե այս պահի դրությամբ, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, որ միևնույն է հիմնական վերադասավորումները լինում են հենց վերջին 1 ամսվա ընթացքում, երբ սկսվում է արդեն նախընտրական արշավը։ Բայց այսօրվա դրությամբ իշխանական եւ մերձ իշխանական որևէ այլ ուժ այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ ունի շանս։ Բնական է դա ուժեղ Հայաստանն է, դա Հայաստան դաշինքն է, դա Գագիկ Ծառուկյանի ուժն է, դա հնարավոր է միասնության թևերն են, Թաթոյանը։ Այստեղ ես չեմ բացառում նաև, հա, նոր որևէ ուժերի, որոնք կարող են մտնել խաղի մեջ եւ փորձել գոնե իրենց մինիմումը ստանալ։ Ես չեմ բացառում օրինակ ՀԱԿ-ին, եթե ՀԱԿ-ը ճիշտ տանի, թվում է թե բան է, հա, մեկ քանի, բայց Տեր-Պետրոսյանն չկա։ Տեսեք ոնց է, խնդիրը դա չի, խնդիրը նա է, որ եթե ՀԱԿ-ը ունենա ռեսուրս, ՀԱԿ-ը խոսելու է հիմնականում խաղաղության մասին, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղության, այլ այն խաղաղության, որը իրենք են պատկերացնում, որը որ շատ ավելի այսօրվա աշխարհում, հա, շատ ավելի մոտ է իրականությանը, քան ինչ այն հեքիաթները, ինչ պատմում է Նիկոլ Փաշինյանը, հա, որը ասում է արդեն խաղաղությունը, իրականությունը, հետո ասում է, բայց սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Եթե ինչ չընտրեք։ Դե գիտեք ոնց է Փաստորեն իր հետ խաղաղություն։ Հա, խաղաղությունը փաստորեն Նիկոլ Փաշինյանը որորը չլինի, Աստված իրան երկար տարիների կյանք տա, բայց ոչ ոք հավերժ չի այս աշխարհի վրա ու հասկանալի է, որ դա լինելու է, այսինքն արդեն իր իսկ խոսքերով այդ խաղաղությունը ինչ որ ժամանակավոր բնույթ է կրում։ Ինքը փաստում է, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, որ այդ խաղաղությունը, որ ինքը բերել է, ոչ թե խաղաղություն է, այլ փուչիկ։ Այլ քաղաքական առևտուր։ Ինչպես արդեն ով ոնց ուզում է թող դա ձևակերպի։ Գանք ուժերին։ ՀԱԿ-ի պարագայում ասացիք հնարավոր է իրական խաղաղություն կամ ոչ այնքան խաղաղություն, որքան Նիկոլ Փաշինյանն է ասում։ Եվ քանի որ ինչու, այո, ինչու, քանի որ փաստ է, որ հասարակության մի ստվար զանգված իրոք հոգնել է շատ բանից, լինելով հետպատերազմյան, նաև հաշվի առնելով հետպատերազմյան շոկային վիճակը, դեպրեսիոն վիճակը, իհարկե կարծեք թե արդեն ոնց որ թե դուրս է գալի այդ վիճակից, գոնե ինչ որ մի հատված է հասարակության, բայց այնուամենայնիվ միևնույն է անվտանգությունը, այսպես ասեմ, հա, անվտանգությունը մնում է առաջնային խնդիրը ամբողջ հասարակության համար։ Եվ այստեղ այն հատվածը, որը որ հակված է նման անվտանգության, անվտանգային կոնցեպտի, ես չեմ բացառում, որ կարող է դրա համար, չեմ ասում շատ, բայց չի բացառվում, հատկապես որ հիմա էլ 4% է, ոչ թե 5%, 4%-ը կարողանան հաղթահարել։ Ես չեմ բացառում, որ տեսեք, քանի որ եթե մարդիկ գնան ընտրության, պարզապես վեր կենան, գնան։ Ես չեմ բացառում, որ շանս ունի բոլորին դեմ հեմը։ Ասեմ ինչու։ Բոլորին դեմ հեմի խնդիրս այսպես է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր բոլորին դեմ են, չեն գնում ընտրության։ Բայց եթե գնան ընտրության ու տեսնեն այնտեղ բոլորին դեմ են, ես չեմ բացառում, որ իրանք հենց իրենց էլ ընտրելու են։ Ախր թե ինչ է տալու։ Իրանք չանցան ձայնը փոշիանում, պարոն Քոչարյան։ Ես այդ մասին խոսելու ենք։ Ով չանցավ ձայնը փոշիանում։ Հիմա փոշիացից եք խոսանք։
Դուք լավ բան եք ասում, ինքը գաղափարական կոնցեպտուալ առումով Ես չեմ ասում լավ է որ անցնեն թե չանցնեն։ Ես ասում եմ, չէ, բայց չեն անցնում, չէ, հստակ չեն անցնում։ 4% չեն հավաքի։ տեսեք, ես չգիտեմ ով կհավաքի, ով չի հավաքի։ Հիմա պարզ է որ այս պահի Իսկ շատ լավ գիտեք եւ ձերպես փորձառուն, ես մոտավոր իմ այդպես չեմ ասում, ես չգիտեմ ոչ մի բան։ Հա, ես չեմ գուշակում։ Ես բացատրում եմ, երբ կարող են անցնել։ Այո, այս պահի, եթե, որովհետև ես գիտեմ, որ բոլորին դեմ եմ մարդիկ, ի սկզբանե չեն գնում ընտրության։ Լավ։ Բայց եթե գնան ընտրության, այն որ իրանք կարող են անցնել այդ շեմը, ես չեմ բացառում։ Հա, բայց դա հիմա գիտեք արդեն քաղաքական չի էլի պայքարը։ Դրա համար պետք է մի քիչ ավելի պրագմատիկ ու առարկայական խոսենք։ Դրա համար է գուցե այսպիսի բան երբեք չէինք տեսել, որ կան գործիչներ, նախկին նույնիսկ падգամավորներ, ովքեր ուղղակի թիրախավորել են Ռոբերտ Քոչարյանի չմասնակցել։ Ինչու որ երկիր փրկվի, ոչ թե մարդու դեմ բան ունեն։ Հիմա անուններ չտանք, վստահ եմ տեղյակ եք ինչի մասին եմ խոսում։ Զուտ փոշիացում չլինելու, պարոն Քոչարյան։ Այս մասով որպես քաղաքտեխնոլոգ ինչ կասեք։ Արդյոք ճիշտ է, ներողություն խնդրում։ Ուսակցություններ, ուժեր, որոնք դե չեն անցնելու, էլի, հո բանով չի, պարզ է, էլի։ Տեսեք, ես կարծում եմ, որ որոշակի ուժեր չեմ բացառում, որ որոշակի ուժեր, հատկապես եթե դրանք իրոք Նիկոլ Փաշինյանին եւ այս իրավիճակին դեմ են։ Հա, այդ լավ բան ասացիք, որ գլխավոր նպատակը սրանցից ազատվելն է։ Ես չեմ բացառում, որ այդ մարդիկ կմտնեն ընտրապայքարի մեջ, վերջին օրերին ունենալով որոշակի սոցիոլոգիական հարցումներ, հասկանալով, որ իրենք չեն անցնում, դուրս կգան պայքարից, որպեսզի չփոշիացնեն։ Ես դա չեմ բացառում։ Մինչև մայիսի այդ վերջնաժամկետը թե Չէ, մինչև մայիսի վերջնաժամկետը կմնա իրանց անունը։ Հա, բայց դուրս կգան, որ մարդիկ կընտրություն, հա, մինչև ընտրաթերթիկները հաստատելը դուրս կգան։ Հա, իրենք կմտնեն, կօգտվեն ընտրապայքարի հնարավորություններից, այդ թվում նաև իշխանություններին, հա, սխալները մատնացույց անելու համար։ Եվ հետո դուրս կգան։ Սա էլ է տեխնոլոգիա, իդեպ, որը ես չեմ բացառում։ Դա կարող է sense պայմանավորվածության հետևանք լինել, թե ուղղակի թարում գիտակցության։ Եվ Կարևորը այն կարմիր գիծը, որ դուք ասացիք, այսինքն իրենց համար նպատակը ազատվել առանց Նիկոլ Փաշինյանի։ Ես կարծում եմ բոլոր այն ուժերը, որոնք այս պրոքսի չեն իշխանություններին, վստահ եմ, որովհետև ես շփվում եմ բոլորի հետ։ Վստահ եմ, որ բոլորի առաջնային նպատակը հենց դա է։ Պարզ է, որ քաղաքական դաշտում ունենալ մեկ նպատակ, այդպես չէ, եթե մարդիկ մտել են քաղաքականություն, եթե բացել են կուսակցություն կամ հարում են ինչ-որ կուսակցության, ունեն ինչ-որ գաղափարներ, այնուամենայնիվ իրենց գաղափարները իշխանության գալով իրագործելն է։ Գյումրի 2 հնարավոր է։ Տեսեք, ինչ է նշանակում Գյումրի 2։ Միշտ իշխանությունները Գյումրի 2 փորձում են այդ որպես բոբո ցույց տալ։ Հա, դրանից վախենում են։ Բայց Գյումրի 2-ը, ես ինքս դեմ եմ եղել այս սահմանադրությանը, դեմ եմ եղել պարլամենտական կառավարմանը։ Ես միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, հիմա էլ եմ բարձրացել։ Ձեր սրտի պատգամավորը Արաքել Մովսիսյանն է, այդպես մեծամասնական գծիկ նախագահական։ Իսկ ով ասաց, որ եթե նախագահական է, պետք է անպայման մեծամասնական լինի։ Չգիտեմ, ուղղակի լավ է, այտենց հետաքրքիր դեմքեր են գալիս։ Հատկապես Արաքել Մովսիսյանը երբեք իմ սրտին չի եղել, ով ինձ հետևել է շատ լավ գիտի, ես ինչեր եմ խոսել, այդ թվում նաև իր մասին։ Թեթև կռիզություն եմ անում, պարոն։ Ես հասկացա, բայց քանի որ հասարակությունը, որը օրինակ չի տեսել, այդ ինչի եմ ասում, հա, բախի չէիք խոսում այն ժամանակ ֆրազան, այդ իհարկե կա այն մարդիկ, ովքեր չգիտեն, ես Եվֆանից եմ խոսել, ում դեմ եմ խոսել բոլոր ժամանակներում, բայց ես դեմ եմ Հայաստանի նման պայմաններում գտնում եմ, միևնույն է հիմա էլ են անձին ընտրում։ Այո։ Փաստ է, չէ՞ որ իշխանության ընտրելուց չեն ընտրում ոչ մեկին։ Անհատներ։
բացառությամբ Նիկոլ Փաշինյանի մի հոգու են ընտրում։ Հայաստան դաշիկ ընտրելուց ընտրում են Ռոբերտ Քոչարյանին, Բարգավաճ Հայաստան ընտրելուց ընտրում են Գայիկ Ծառուկյանին, հա, ուժեղ Հայաստան ընտրելուց ընտրում են Սամվել Կարապետյանին։ Դա մեր մենտալիտետն է։ Մենտալիտետ է։ Իհարկե, մենք ես չեմ ասում այդ մենտալիտետը տենց էլ պետք է կարծրացած մնա։ Ես ընդունում եմ, որ կարող է փոխվել, բայց քանի դեռ չի փոխվել, դու դարձնես պարլամենտական, որտեղ քո A կա մենտալիտետ, B եւ ամենակարևորը քո քաղաքական դաշտը պատրաստ չէր պարլամենտականի, չունես դեռ դասական իմաստով կուսակցություններ։ Իհարկե։ Մենակ այն, որ ունես դաշնակցություն եւ դրա համար իրենք համաձայն էին դրան։ Իմիջիայլոց հիմա էլ են համաձայն իրենք։ Բայց ես գտնում եմ, որ պետք է փոխվի դա, առայժմ գոնե։ Այո, պետք է աշխատվի մարդկանց հետ, պետք է հասարակության հետ աշխատվի, որ հասարակությունը հասկանա, որ կուսակցությունը դա լիդերը չի, անհատը չի եւ այլն, դա առաջին հերթին գաղափարն է։ Եվ այն ծրագրերը, որ նրանք ուզում են իրագործել։ Բայց քանի դեռ այդ իրավիճակը չի, հա, անցնել պարլամենտականի, ես կարծում եմ, մեղմ ասած, ինձ համար ճիշտ չէր։ Հետևաբար Գյումրի 2-ին գանք։ Բայց քանի որ անցել ենք պարլամենտականի, ավելի դասական պարլամենտարիզմի օրինակ, քան Գյումրի 2-ն է, գոյություն չունի։ Երբ ոչ մի ուժ չի հավաքում մեծամասնություն, տեսեք, ամբողջ Եվրոպայում այդպես է։ Հա? Բոլորը եւ սկսվում է արդեն կոալիցիաների ստեղծում գործադիր իշխանություն ձևավորելու համար։ Գյումրիում հենց դա է տեղի ունեցել։ Ավել իսկ այդ դեպքում ես զարմանում եմ, ինչու է մեր իշխանությունը, որը արդեն երկու անգամ պարլամենտական ընտրությունների միջոցով եկել է իշխանության, չի ուզում փոխի այդ սահմանադրությունը համարելով, որ պարլամենտական պետություն լինելը շատ ավելի լավ է, պարլամենտական մոդելը պետության։ Ինչու է դեպ Գյումրի 2-ին։ Այդ ինձ ոչ մեկ չի կարողանում բացատրել։ Որտեղ պարտվելու է։ Հա, այդ ուրիշ բան, այդ դեպքում թող ասի նախագահական թող լինի, փոխենք մոդելը։ Իրանց ուրիշ բան է ասված, որ փոխեն, այնտեղ անգամ։ Հա, այդ բարձը, այդ բարձը։ Այնտեղ տիկինները իրար հերջ տալով նախարար տիկինները, էլի։ Այսինքն ամեն դեպքում վաղ կա եւ Փաշինյանը այդ հնարավոր պարտությունը տեղից է տեսնում, պարոն Քոչարյան։ Իհարկե, իհարկե այդ վախը կա։ Այդ բանի ընդդիմադիր, նու երեքն էլ հստակ անցնում են, էլի, այդ սոցիոլոգիական հարցումներով։ Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան Կարծեք թե այո։ Ու իրենց միասնությունը հնարավոր է հաղթի։ Իհարկե։ Իսկ մյուս հարցս հնարավոր է, նո երկրորդ փուլ լինում է, եթե որևէ ուժ 50% չի հավաքում, ճիշտ է։ Կլինի տենց տարբերակ հնարավոր։ Չէ, երկրորդ փուլ լինում է, եթե որևէ ուժ 50% չի հավաքում եւ չի կարողանում կոալիցիայի միջոցով ձևավորել իշխանություն։ Հասկացա։ Եթե որևէ ուժ, այսինքն առաջնայինը տեսեք, առաջի տեղ գրավածն է։ Առաջին 7 օրը հնարավորություն է տրվում առաջին ամենաշատ ձայները հավաքած քաղաքական ուժին ձևավորել գործադիր իշխանություն։ Եթե չի կարողանում, այդ մյուս երկրորդ շաբաթ այդ իրավունքը տրվում է երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ուժին։ Այ եթե երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ուժն էլ չի կարողանում ձևավորել գործադիր իշխանություն, այսինքն կոալիցիոն իշխանություն, նոր լինում է երկրորդ փուլ։ Մի քիչ արդեն Դե հիմա դա է, ունենք են ինչու։ Չէ, այսինքն դա հնարավոր տարբերակ է մեր դեպքում, այս ռասկլադով, այս բանով էլ։ Քիչ հավանական է, բայց այնուամենայնիվ բացառել չի կարելի, ոչ։ Որքանով կարևոր է մարդկանց մասնակցությունը, առնվազն Հունգարիա օրինակը տեսանք, որ հենց այդ բարձր явկայի, հա, մասնակցության շնորհիվ կամ նաև դրա շնորհիվ պարտվեց Օրբանը, որը 16 տարի ղեկավարում էր Հունգարիան, մեր դեպքում որքանով է կարևորում մասնակցությունը եւ այն մարդիկ, ովքեր ուզում են ձերբազատվել այս իշխանություններից, հնարավոր է մի քիչ բացատրենք, էլի, որքանով կարևոր է գնալ ընտրատեղամաս եւ ընտրություն կատարել։ Տեսեք, արդարության համար ասեմ, որ
Հունգարիայում եւ կարծում եմ եվրոպական մի շարք երկրներում քաղաքացիական գիտակցությունը այնուամենայնիվ բարձր է եւ օրինակ անցյալ ընտրությունների Հունգարիայում ընտրողների մասնակցությունը եղել է 69%։ Ուպլա։ Հա, այս տարի 78 էր։ Աճել է բավականին շատ, բայց ի սկզբանե, հա, եթե վերցնում ես ապրիորի 69% է եղել անցյալ ընտրություն։ Մեր մոտ դες բան չի եղել երբեք։ Պարզ է, որ մեզ մոտ չի եղել, բայց այնուամենայնիվ այդ 10%-ի տարբերությունը, 9-10%-ի տարբերությունը թույլ տվեց բավականին լուրջ հաղթանակ տանել ընդդիմությանը։ Ես կարծում եմ ընդհանրապես այդ հիմար մտքերը, որ մեզանից ոչ մի բան կախված չէ, որ դա արդեն որոշված է, այդ էլ է գալիս նրանից, որ մարդկանց փորձում են, հա, այդ հրամցնել, կերակրել, դա։ Մեկը Նիկոլն անցած է բանց ես բաներ։ Այդ մեկը իշխանությունը անցած է, դա միշտ է եղել։ Հա։ Ու ստեղ խնդիրը նրանում է, թե ինչքանով են հասարակությունը, խնդիրը հիմա ես ամենայն ազնվությամբ եմ ասում, խնդիրը ոչ Նիկոլն է, ոչ մեկ ուրիշը։ Խնդիրը նրա մեջ է, որ մարդը ինքը հասկանա, որ ընտրությունը այդ պարզապես հա գնանք մի հատ սրան այսօր ասենք վատություն անենք կամ սրան ընտրենք, որ մեզ լա, դա չէ։ Ցանկացած ընտրություն դա իր եւ հատկապես իր երեխայի ապագայի մասին։ Այո։ Սա է խնդիրը, որ մարդիկ հասկանան, որ այս կամ այն մարդուն կամ ուժին ընտրելով իրանք լավություն կամ վատություն չեն անում որևէ մեկին, բացի իրենցից։ Իսկ շատերը, որոնք կարծում են, թե լավ չգնանք, այդ չգնալով կբացատրեք ինչ է լինում իրենց չգնալով, ում օգտին է գնում այդ ձայնը վերջում։ Սովորաբար, քանի որ միշտ Մարդը կներեք, ընդդիմադիր է, առնվազն չի սիրում այս իշխանությանը, բայց ասում է, այ մարդ չեմ գնում։ Ուրա գնալու այդ մարդու ձայնը։ Տեսեք, փոշիացված ձայները բաժանվում է համամասնորեն ըստ հավաքած ձայների։ Քանի որ այս պայի դրությամբ իշխանությունը չունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ ունի ամենաշատ ձայները։ Օբյեկտիվորեն, վատական ռեսուրս, բանակ եւ ինչպես եւ ցանկացած իշխանություն։ Իր ձայնի մի մասը առնվազն գնալու է այս իշխանությանը։ Հա, Իրանը մի ձայն է, այդ մի ձայնը եթե 100% է, եթե իշխանությունը հավաքել է 25%, այդ իր ձայնի 25%-ը գնալու է այս իշխանական ուժին։ 20%-ը այն ուժին, որը հավաքել է 20%, հա, 10%-ը այն ուժին, որը հավաքել է 10%։ Եվ այսպես շարունակ։ Նենց որ անպայման պետք է գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել։ Ես կարծում եմ, որ դրա մասին ես խոսում եմ արդեն մոտ 20 տարի հնարավոր բոլոր եթերներից, որ խնդիրը նա չէ, որ արդեն լուծված է, կամ խնդիրը նա չէ, որ դուք գնում եք ընտրելու այս կամ այն ուժին կամ այս կամ այն անհատին։ Դուք գնում եք ընտրելու ձեր ու ձեր երեխայի ապագան։ Կամ տրորում եք ձեր ու ձեր երեխայի, արհամարում եք չգնալով ձեր ու ձեր երեխայի ապագան։ Պարոն Քոչարյան, հաղորդման վերջաբանն է, մի քանի բլից հարց, որոնք տարողունակ են, բայց կխնդրեմ հնարավորինս ամփոփ ու ավարտենք։ Ոնց կասեք։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Գիտեք, բարդ հարց է, բայց փորձեմ կարճ պատասխանել, որպեսզի չլինի այսպես պաթոսային։ Մարդու համար ամենահարազատ բան ինչն է, ընտանիքը, երեխան, ծնողը, հա, համարեք այդ ամեն ինչը իրար հետ։ Ամենահարազատ բանը, ամենաթանկ, պարզ որպեսզի լինի։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Ավելի բարդ հարց է։ Ես կարող եմ ասել, ինչպիսի Հայաստան եմ ուզում տեսնել։ Ուզում եմ տեսնել Հայաստան,
որտեղ երիտասարդը անգամ եթե մտածում է գնալ դրսում սովորել, միևնույն է իր ապագան տեսնի այստեղ։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Ես չեմ լինի երբեք Հայաստանի ղեկավար։ Դա դուրս է իմ էությունից։ Խորհրդական եք, sense կոնցեպտուալ 3 կետ, որ կկարևորեիք, հետաքրքիր է, ոլորտները, չգիտեմ, հրամանները, հրովարտակը։ Ասեմ, առաջնայինը դա Երևանից դուրս բոլոր մարզերում ենթակառուցվածքների ուժեղացում։ Դա ինձ համար երևի թե պետության, այն էլ այս վիճակում, այս մեր պետության գոյության հիմնասյուներից մեկն է։ Մարզերը զարգացնել։ Զարգացնել մարզերը, բայց ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ենթակառուցվածքներով։ Երկրորդ։ Իդեպ այդ ենթակառուցվածքները հենց այնպես հնարավոր չէ զարգացնել, ես ունեմ օրինակ դրա մոդելներից մեկն է նաև ապակենտրոնացնել կառավարումը, օրինակ տարբեր նախարարություններ տանել, տարբեր մարզեր, որը իր հետևից արդեն մուլտիպլիկատիվ կբերի նաև ենթակառուցվածքների զարգացում։ Երկրորդը այնուամենայնիվ դա կրթությունն ու դաստիարակությունն են, ոչ թե միայն կրթությունը, ու դա անել առանց պաթոսի, առանց որևէ ինչ-որ ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հիմա ես որ ասեմ այս բառը թող ոչ ոք չվիրավորվի, բայց առանց խաչքարերի ֆոնին երգերով, էլի։ Եվ իհարկե առանց նաև այն ինչ որ այսօր են անում։ Դա այս երկու ծայրահեղությունն էլ ինձ համար ընկալելի եւ ընդունելի չեն։ Երևի թե այդքանը բավարար է ինձ թվում։ Հետո թող մնացածը անեն, միևնույն է ես ղեկավար չեմ լինելու։ Որ գիրքը ձեր կարծիքով մարդ պետք է անպայման կարդայի կյանք։ Այդ շատ են։ Այդ այնքան շատ են։ Okay, հեղինակներ։ Թեկուզ գրքեր ամեցեք մեջեք։ Գիտեք, դուք պետքասեր միջավ այրում։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ կախված տարիքից պարտադիր պետք է ամեն ինչ կարդա, սկսած հեքիաթներից, երբ ինքը փոքր է, թե մեծ հասակում էլ է օգտակար հեքիաթ կարդալը, վերջացրած իհարկե մասնագիտական վավերագրական գրականությամբ, բայց ես շատ եմ սիրում մի քանի գործ, ոչ թե հետաքրքիր է, ես այդ գործերը տենց չի, որ սիրել եմ նրա համար, որովհետև հիմա այսօր այդ վիճակն է, հա? Օրինակ Բուլգակովի Շանսիրտը կամ Շվարցի դրակոնը, կամ այսպիսի գործեր կան, իհարկե Դոկտոր Պրեոբրաժենսկու ինչն եք հավանում։ Իսկ ինչը չեք հավանում։ Եկեք սրանից սկսենք։ Կրթությունը, դաստիարակվածությունը, ամեն ինչը։ Այսօրվա բան չի, էլի, չի մտնում, չի կպնում այսօրվա։ Ով ասում չի կպնում։ Ով ասում չի։ Այսօր պոստմոդեռն աշխարհը, պարոն Քոչարյան։ Իսկ կարող դոկտոր Պրեոբրաժենսկիներն են հենց պակասում։ Չէ, իրանք են արել այդ օպերացիան, որ եկել են այս պոստմոդեռնի կերպարները։ Չէ, որտեղ ոչ թե կարևոր է ինչը, այլ ինչպես է։ Որտեղ էական չի, ինչ ես անում, ինչպես ես անում, ճիշտ ասցիք։ Գիտեք, ես հետաքրքիր է, որ ասեցիք, չթեև ես ինքս ֆանտաստիկա չեմ սիրում, բայց իրականում դա էլ է անպայման պետք կարդալ, որովհետև ես հիշում եմ, դե պարզ է ինչ-որ պահի սիրել եմ շատ։ Ինչ, Արտուր Կլարկ, Ռեդ Բրեդբերին։ Եվ Ռեդբերի և այն ավելի փոքր տարիքում Ժուլ Վերն, որը վաղուց արդեն ֆանտաստիկա չի, նու պարզ է, չէ,
ես շատ եմ սիրում դետեկտիվներ, այդ իմ թուլությունն է, էլի այդ նույն փոքր ժամանակվանից թե Կանան Դոյլ, թե Քրիստի, հետո Էդգար Պո, հետո Արտուր Խեյլի եւ այլն, Հիմա լավ գրող կա Սիդնի Շելդոնը։ Նոր չի, դու Սիդնի Շելդոնը 100 տարվա գրող է։ Ասում նոր եմ բացահայտել։ Չէ, այդ նոր չի։ Սիդնի Շելդոնը, если наступит завтрашний день, ինքն է, չէ՞։ Բոլորն եմ կարդացել, ֆանտաստիկ է գրում, այտենց գրող, չգիտեմ։ Բայց կարծում եմ պարբերաբար պետք է վերընթերցել, հա, սենց են, որ սենց պետք է ինձ համար օրինակ այդ Բուլգակովա բոլոր իր բաներով, գործերով, այդ չարենցա, այդ բանի մեջ, ես այդ երևի չգիտեմ, կարող եմ մանկության թուլությունը կամ բանա, ես ինքս շատ եմ, ես հիմա ասեմ լավ, հայ գրողներից և պոետներից, ինձ համար դա Չարենցա Թումանյանը Սևակա և Հրանտ Մաթևոսյանը, և մեկ էլ առանձին եմ նշում այդ Համոսայանը, այս հինգը ինձ համար հայկական կլասիկան է, այսպես ասած։ Պոեզիա։ Չէ, Հրանտ Մաթևոսյանը պոեզիա չի։ Եվ մնացածը արդեն սենց հիմա կարող եմ շատ բաներ փորձել հիշել, ինչ-որ բան, ասենք, չգիտեմ, կարող է Դրեզերից է դուրս գալի, ինչ-որ բան Լոնդոնից է դուրս գալի, բայց որպես այդպիսին ինձ համար միևնույն է այն ապոգեյ բաների Միխայել Աֆանասիևիչ Բուլգակովն է։ Ֆյոդոր Միխայելիչը ինչի չունեք չեմ հասկանում։ Ունեմ, կարճ, որտեղ մենք շատ տարածվեցինք։ Իմ թուլությունները գիրքը։ Ունեմ, տենց չի որ չունեմ, կարող եմ ասել, ինձ միշտ մեղադրում էին, որ աշխարհում ուսումնասիրում են Տոլստոյ, Չեխով, Դոստոևսկի, ամբողջ աշխարհն այդ երեքին ընդունում, հա, միշտ։ Հասկանալի է, որովհետև այն ժամանակ թատերական բան է եղել ավելի շատ, Չեխով չեմ սիրում, հիմա ինձ կարան լիքը բաներ ասեն, չեմ սիրում և վերջ, շատ սիրում եմ Դոստոևսկի շատ տարբեր գործեր, թե Բրատյա Կարամազովի, թե Преступление наказания մի քիչ ավելի ծանր գործ է, իդիոտ, իգրոկ եւ այլն, բայց Տոլստոյի պարտադիր է, այս ռուսական եթե գրականությունն ենք խոսում, Տոլստոյը ես կարծում եմ պարտադիր է ինչ-որ բաներ կարդալ, բայց գիտեք, ես երբեք չեմ սիրել այն, ինչը որ պարտադիր է եղել դպրոցում։ Դուք սիրեք Պրեսերովասանատա։ Վայնայմիրը չեք սիրի։ Թե Վայնայմիրը հզոր գործ է։ Դե հա, չէ, ապշելու մենք շատ շուտով մեր կարծում եմ ներողություն իմ համեստ կարծիքի համար կամ առասարակ որ հայտնում եմ Աշոտ Աղաբաբյան ունենք, որը ուղղակի չնաշխարհիկ է։ Ես ճիշտն ասած, որի իմ շատ հարազատ ընկերն է, ես ասեմ ձեզ։ Ես ապշել եմ իմ հարգանքը։ Աշոտը պարզապես ժամանակակից գրող է, ու թող այո, թող բոլորը բացահայտեն իրենց համար, եթե չեն։ Հենա սև հովազ 1 ու 2-ը կա։ Թակարդը, ռեզիդենտը, նմանակը։ Ես պայմանավորվածություն ունեմ ու հրավիրելու ենք ու ես ուղղակի ապշած եմ եւ հիացած։ Աշոտը ես ասում եմ, նախ մենք շատ հարազատ ընկերներ ենք, մենք զեմլակներ ենք, սկսենք դրանից։ Ինձ համար բացահայտում էր անկեղծ։ Ես նույնիսկ նշումներ եմ արել, որտեղ համեմատում եմ կամ զուգահեռներ եմ անցկացնում Ռաֆու հետ։ Մենք սիրուն զրույց կունենանք։ Ես Ռաֆու չեմ սիրում, ճիշտն ասած, մի համեմատեք էլի։ Կներեք։ Չեմ սիրում եւ վերջին։ Բայց վստահ կարդացել եք։ Հա, իհարկե կարդացել եմ։ Խենթի ինչու չեք սիրում, բան։ Չգիտեմ։ Լավ, անցանք առաջ։ Զգացիք, չես մեր թույլ տեղն է։ Պաթոսն է, չեմ սիրում պաթոսը, այդ պաթոս, լավ էլի պաթոս կա իր գործերի մեջ։ Սամվելը սա պաթոս է, Խաչագողի հիշատակարանը պաթոս է։ Չգիտեմ, կարող է այս խաղը անցալում։ Այստեղ կլներ Սամվել Մուրադյանը գրականագետ, ձեզ կբացատրեր որտեղ են ձմեռում խեցգետին։ Միգուցե, թող ես ասում եմ մի պարտի ես չեմ ուզում բոլորին դուր գամ։
Ռեմարկ եմ սիրում, հա չգիտեմ ինչի ռեմարկ չհիշեցի ես։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Դեք ձգտել, ավելի շուտ սենց ասեմ, ընկալել, որ եթե դու 10-ից վատ ես, 100-ից լավ, դու արդեն երջանիկ ես։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Արդյոք կներին է ինձ։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Միշտ վախեցել եմ եւ շարունակում եմ վախենալ մտերիմ հարազատ ընկեր կորցնելուց, թե ֆիզիկապես, թե բարոյապես։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, այսօր հյուրընկալել էինք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Շնորհակալություն նաև ձեզ, որ այսքան ուշադիր եք, ակտիվ եք, բաժանորդագրվում եք մեր ալիքին եւ իհարկե միանում մեր Patreon-ին, որի QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին եւ որի հղումը կարող եք գտնել վիդեոյի նկարագրության բաժնում։